ուրիշ երկիրը ոսկի ունի, պղինձ ունի, չգիտես ինչ ունի, մենք ունենք ջուր։ Այդ ջուրը մարդուն կապում է իրան հայրենիքին, իրան հայրենի հողը ջրին։ Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքի բնակիչ Աշոտ Հարությունյանն է։ Նա կաթի վերամշակման գործարան ունի, պատմում է, թե շուրջօրյա ջրամատակարարումը ինչպես է փոխել իր աշխատանքը։ Ես զբաղվում եմ կաթի վերամշակմամբ, գործարանը 4 ժամի աշխատացնում ջուր չունենալու պատճառով։ Երբ ես ունեցա 24 ժամյա ջուր, մեր գործարանը աշխատում է, կարելի է ասել 24 ժամ։ Անցյալ տարի Վիոլիա ջուր ընկերությունը սեփական ուժերով Գանձակի, Սարալանջի, Սախարովի եւ Բաբաջանյան փողոցներում վերակառուցել է 1100 գծամետր ջրագիծ, որի արդյունքում 6 ժամվա փոխարեն սպառողներն ապահովվել են 24 ժամյա ջրամատակարարմամբ։ Ապրում եմ Սարի Թախոյբար գոշպող։ Մենք երկար ժամանակ ջուր չենք ունեցել։ Այս տարի կես արդեն ունենք 24 ժամ ջուր։ Դե ժամով են տալում, 1 ժամ, 2 ժամ։ Այդ ձևի լցումին ոչ կերկնուշատներ յոլա են գետում։ Հիմա հերթը հասել է գյուղի անասնապահների Աղայան եւ Սունդուկյան փողոցներին։ Չնայած ցուրտ եւ անբարենպաստ եղանակին, այստեղ աշխատանքի ձայնը չի լռում։ Վիոլիա ջուր ընկերության տեխնիկան տեղում է, աշխատակիցները շտապում են հնարավորինս արագ ավարտել փողոցների ջրագծերի վերակառուցումը։ 2017 թվականից Գանձակ համայնքի ջրամատակարարման համակարգի սպասարկումն ու շահագործումը իրականացնում է Վիոլիա ջուրը։ Այսօր համայնքի շուրջ 80%-ն արդեն ունի շուրջօրյա ջրամատակարարում։ Մնացած 20%-ի համար աշխատանքները շարունակվում են։ Շուտով անասնապահների Աղայան եւ Սունդուկյան փողոցները եւս ջրի խնդիր չեն ունենա։ Այստեղ Վիոլիայի գավառ շահագործման տեղամասը վերակառուցում է 2150 գծամետր երկարությամբ ջրագիծ։ Ջրագծերը կառուցվել է խորհրդային տարիներին, 70-80-ական թվականներին։ Ջրագծերը անցնում են սեփական տնամերձ հողամասերով, որ վթարի առաջացման ժամանակ ընդհանրապես գրեթե անհնարին է վթարավերականգնողական աշխատանքներ կատարելը։ Ստիպված խնդրելով, համոզելով մի կերպ գործողություն ենք անում։ Ջրամատակարարման տևողության ավելացում, ջրակորստի կանխում եւ ամենակարևորն է գոհ սպառողներ։ Ահա թե ինչ է ակնկալում Վիոլիան այս աշխատանքներից։ Այս հատվածի բաժանորդները օգտվում են 30 բաժանորդներ։ Արդյունքում մենք այդ 30 բաժանորդների ջրամատակարարումից խնայելու ենք 3-ից 4 լիտր վայրկյան ջուր։ Գյուղի այս հատվածը ձևավորվել է 1991 թվականին։ Նախկին վարելահողերի վրա այսօր բնակելի տներ են, տարիներ շարունակ ջրի խնդիրներով։ Խմելու ջրի ջրագծերը կառուցվել են դեռ սովետական ժամանակաշրջաներում, առնվազն 40, ամենակիչը 40 տարի առաջ, որոնք կոռոզիայի են ենթարկվել եւ քայքայվել էին, որը բնակչության համար լուրջ խնդիրներ էր ստեղծում։ Հիմա շնորհակալություն ենք հայտնում, որ կառուցվում են նոր ջրագծեր, բնակչությունը կունենա շուրջօրյա ջրամատակարարում եւ կխուսափեն հետագա խնդիրներից։ Եվս մի քանի օր եւ Գանձակ համայնքի բոլոր փողոցները կունենան շուրջօրյա կայուն ջրամատակարարում։ Սրանով Վիոլիա ջուր ընկերությունը ոչ միայն իր համակարգի խնդիրներն է լուծում, շահագործման ծախսեր կրճատում, ջրակորուստ կանխում, այլ շատ այլ կարևոր սոցիալական հարց է լուծում, մարդկանց կապելով սեփական երկրին, հողին, աշխատանքին ու ապագային։ Արմինե Գևորգյան, Էդվարդ Ասատրյան, Ռադիոլուր։